23 տարի առաջ այսօր է Հայաստանի անկախության հռչակագիրը ընդունվեց Սովետական միություն կոչվող բռնապետության վարչական միավոր խորհրդային Սովետական Հայաստանի խորհրդարանի կողմից, որ այն ժամանակ կոչվում էր Գերագույն խորհուրդ։ Դա ինքնին այդպիսի հռչակագրի ընդունումը ինքնին արդեն անկախության ակտ էր, չնայած հռչակագրում ասում էր, որ սկսվում է անկախ պետականության հաստատման գործընթացը։ Գիտեք, արդեն անկախ պետականություն ձևակերպում այդ եզրը ցույց է տալիս, որ այն ժամանակ մարդիկ այնքան էլ պատրաստ չէին անկախությանը, որովհետև չի կարող լինել պետականություն առանց անկախության։ Բայց որպես փաստաթուղթ ինքը շատ կարևոր փաստաթուղթ էր, ես այսօր ուզում եմ հատկապես ուշադրություն դարձնել, թե որքանով հետևողական եղանք մեր այդ առաջին սահմանադրական փաստաթղթի դրույթների իրականացման հարցում, մասնավորապես այն հարցերում, որոնք վերաբերում էին Արցախին եւ ժողովրդավարությանը։ Շատ բաների մասին կարելի է խոսել, այդ օրերի իրավիճակի մասին։ Ես հերրակա վկան էի, ինքս ընտրված եմ եղել պատգամավոր, հերրակա էի ընտրված պատգամավոր, դա այն ժամանակների համար հերոսական քայլ էր, որովհետև Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ լինելու համար պիտի լիներ Սովետական միության քաղաքացի, ես քաղաքացիությունից զրկված էի, բայց հայ մարդիկ Հայաստանում կարողացան ստիպել կենտրոնական ընտրական հանձնաժողովին ինձ գրանցել, եւ ես ամենաբարձր տոկոս ստացած տեխնացուն էի այդ ժամանակ, ընտրվեցի Էջմիածնի տարածաշրջանից։ Ըստ օրենքի տեխնացուն պատգամավորը անձեռնամխելի է եւ ես պետք է անմիջապես վերադառնալու թույլտվություն ստանայի, սակայն Մոսկվան չէր ուզում այդ թույլտվությունը տալ, իսկ մեր իշխանությունները, դուք կտեսնեք, եթե հռչակագիրը կարդաք, կտեսնեք, որ մեր իշխանությունները նույնպես չէին կամենում։ Նրանք շատ լավ հասկանում էին, որ այն ժամանակ անկախության պայքարի առաջնորդը ինքնորոշման սկզբունքի առաջամարտիկը կարող էր հիմնական դերակատարություն ստանալ, եւ քանի որ այդ փուլում էլ KGB-ն վերահսկում էր հայկական ճակերտավոր քաղաքական կյանքը, նրանք ամեն բան արեցին, որպես ես վերադառնամ պատգամավոր ընտրվելուց 6 ամիս անց։ Այսինքն այն ժամանակ, երբ իշխանությունները էին ձևավորված, երբ իրենք իրենց դեմոկրատ էին հռչակել եւ իմ կողմից կատարվող որևէ հայտարարություն իրենք արդեն ներկայացնում են ոչ թե որպես ազգի համար կարևոր քայլ, այլ որպես հայրիկյանի իշխանատենչություն։ Դա KGB-ի որոշակի գիծն էր։ Անկախության հռչակագրով մասնավորապես ասվում էր, որ պետք է հավատարիմ մնան 89 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի եւ Հայաստանի միավորման հարցին։ Մենք տեսնում ենք, որ անկախության հռչակագրի դրույթներից հրաժարվելու պատճառով մասնավորապես ասում էին Հայաստանի տարածքում անկախության հռչակագրում է դրված, պետք է գործեն Հայաստանի սահմանադրությունը եւ հայկական օրենքները։ Դե Հայաստանի սահմանադրությունը դեռ չկար, բայց Հայաստանի օրենքները դա նշանակում է հետագայում, երբ անկախության հանրաքվեն արհեստականորեն հետաձգում էին ՀՀՇ-ականները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, եւ դա հիմնավորում էին նրանով, որ Սովետական միության օրենքը 6 տարվա ժամկետ է, 6 ամսվա ժամկետ է պահանջում։ Իսկ իրենք արդեն հակասում էին մեր հռչակագրին։ Չէ՞ որ հռչակագիրն ասում է, պիտի առաջնորդվես միայն քո օրենքներով։ Այդ դեպքում ինչի եք դուք առաջնորդվում Մոսկվայի օրենքներով, իսկ այդ հետաձգումը պատճառ դարձավ։ Մենք պահանջում էինք, որ հանրաքվեն լինի օրենքի ընդունումից անմիջապես հետո մարտ ամսին, ՀՀՇ-ականները անկախության հանրաքվեն հետաձգեցին մինչև սեպտեմբեր, բայց սեպտեմբերին Ադրբեջանը անկախություն հռչակեց եւ որպեսզի դրան հակադրվի Արցախը Ադրբեջանի հանրաքվեից առաջ իրեն Արցախ հռչակեց։ Այսինքն սխալներ էին հաջորդում եւ այսօր մենք փակուղային վիճակում ենք շատ հարցերում, մասնավորապես Արցախի, որովհետեւ չկար հետեւողական քաղաքականություն եւ կար դավաճանություն անկախության հռչակագրի նկատմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմակիցների կողմից։ Անկախության հռչակագրում նշված է, որ Գերագույն խորհրդի ենթակայության բանակ է ստեղծվելու։ 90 թվականի օգոստոսի 23-ին է դա ասվում։ 91 թվականի մարտին դեռևս ոչ մի քայլ արված չէր, եւ երբ ԱԻՄ-ի կոչով հայ երիտասարդները դադարեցին գնալ սովետական բանակ ծառայելու, նրանց ՀՀՇ-ական իշխանությունները կալանավորում էին որպես դասալիքներ։ Հայ երիտասարդներն ասում էին, մենք պատրաստ ենք գնալ հայկական բանակ անկախության հռչակագրի համաձայն։ Բայց իրենք սովետական բանակ չգնալու համար երիտասարդներին կալանավորում էին, մենք էլ կարողանում էինք բանտերից մարդկանց հանել։ ԱԻՄ այն ժամանակ շատ ուժեղ էր եւ կարողանում էինք հանել։ Նույնիսկ Գերագույն խորհուրդը դատարան դարձեցին այդ նպատակով մեզ
այմը փակելու համար չստացվեց ժողովրդի ճնշման ներքո եւ այդ դատարանում պատկերացրեք այսօր ազգային բանակի հիմնադիր համարվող Վազգեն Սարգսյանը ասում էր մենք ռուսների հետ պայմանավորվել ենք, Մոսկվայի հետ պայմանավորվել ենք, որ մեր տղաները սովետական բանակում պիտի ծառայեն Վանաձորի գումարտակում։ Գումարտակը կարող է լավագույն դեպքում 1500 հոգի ներառել։ 60,000 զինակոչիկ ունողների դու ինչպես ես տանում 1500, այսինքն մի խելագարություն էր եւ դա նույնպես դավաճանություն էր այս հռչակագրի նկատմամբ։ Շատ հարցերի մասին կարող եմ խոսել, բայց շատ կարեւոր է ժողովրդավարության մասին այսօր խոսելը։ Այս հռչակագիրը, որ ըստ էության մեր սահմանադրություններ նախնական նրա առաջաբանում ասվում է, որ պետք է հավատարիմ մնանք 1918 թվականի ժողովրդավարական ավանդույթներին։ 1918 թվականից մենք երկու բան ունեինք ժառանգելու։ Մեկը այն էր, որ Հայաստանի խորհրդարանը ընտրված էր համամասնական ընտրակարգով, որն անտարակույս ավելի ներկայացուցչական է, քան մեծամասնականը, իսկ Հայաստանի խորհրդարանը այդ սկզբունքը չորդեգրեց։ Մեր գերագույն խորհուրդը այն ժամանակ ամբողջությամբ ընտրված էր մեծամասնական ընտրական համակարգով, իսկ 95 թվականին ընդամենը 40 տեղ, 190-ից 40 տեղ, մոտավորապես 20%-ը։ Այսինքն այդ հարցում նույնպես հավատարիմ չեղան եւ երկրորդը 1918 թվականի ժառանգությունից այն էր, որ 1919 թվականին մեր հայրերը որոշել էին, որ Հայաստանը պետք է ունենա սահմանադրություն ընդունված սահմանադիր ժողովի միջոցով։ Այդ հարցում նույնպես հետևողական չեղան։ Այսինքն անկախության հռչակագրում գրեցին հավատարիմ մնանք 18 թվականի ժողովրդավարական ավանդույթներին եւ զարգացնենք այդ, բայց երբ եկավ կյանքի կոչելու պահը, այդ սկզբունքը նրանք իրենց կմահաճույքներով առաջնորդվեցին եւ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները Հայաստանին պարտադրեցին մի կատարյալ խուժանություն։ Այդ սահմանադրությունը այլանդակության մարմնացումն էր։ Ես ամեն բան թողած մի կողմ քաղաքական գործիչս 1988 թվականին, 98 թվականին զբաղված էի սահմանադրական բարեփոխումների հարցով։ Աշխարհում շատ քիչ է պատահում, երբ սահմանադրություն ես ընդունում եւ 3 տարի հետո բարեփոխման գաղափարը հասունացած է լինում։ Բայց դա ինձ հաջողվեց։ Մեր խորհրդարանը խորհրդարան չէր այդ սահմանադրությամբ։ Նախագահը ցանկացած պահի կարող էր այդ խորհրդարանը արձակել, խորհրդարանը միայն օրենքներ կարող էր ընդունել, նույնիսկ ազգի ճակատագրի համար կարևորագույն հարցեր քննարկելու իրավունք չուներ, սահմանադրական դատարանն էլ կարող էր դիմել միայն նախագահը ըստ էության։ Կամ այնտեղ ասված էր պարլամենտի 1/3-ը, բայց այդպեսի բան չկար։ Ես եւ իմ ընկերները 7.5% հավաքած լինելով պարլամենտում ունեինք 1.5%։ Այդպեսի պարլամենտ էր։ Ինչևէ, ուզում եմ ասել, որ այդ հարցում նույնպես հետևողական ու հավատարիմ չեղան իրենց իսկ ընդունած հռչակագրին, որովհետև դա չէր բխում իրենցից, դա իրենց էությունը չէր։ Եվ եթե սովետական միությունը ինքնին չկանգներ փակուղու առաջ, մեր ազգային ձեռքբերումները հայ ժողովրդի անկախության, ազատության հարցում առաջամարտիկ լինելու իրողությունը փոշիանալու էր։ Որպեսզի այդ խոսքերս վերացական չթվան, ես ուղղակի տեղեկացնեմ, որ 1976 թվականին ազգային միացյալ կուսակցության ընդունած փաստաթղթերում, որ կոչվում էր ազգային միացյալ կուսակցությունների իր գոյության 10-րդ տարում, դա թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով այն ժամանակների դեռևս։ Մենք հստակ ուրվագծել ենք, թե ինչ ճանապարհով պիտի ընթանա Հայաստանը։ Մասնավորապես անկախությունից հետո ժամանակավոր սահմանադրության ընդունում սահմանադիր ժողովի միջոցով այդ դրույթը ամրագրված էր։ Այնուամենայնիվ այս փաստաթուղթը շատ կարևոր փաստաթուղթ էր մեր ազգային քաղաքական կյանքում եւ որոշակի դերակատարություն ունեցավ, որովհետեւ վերջապես իրավաբանորեն ամրագրվեց պետականության վերականգնման գաղափարը։ Ինչ վերաբերում է սահմանադրությամբ կարևորագույն նպատակ հռչակված ժողովրդավարության կետին, կարևորագույն նպատակներից մեկին, ապա մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը դեռևս հեռու է այդ նպատակի իրականացումից, բայց ինչպես նրանից 40 տարի առաջ ես գիտականորեն հիմնավորված անկախություն հանրաքվեի ճանապարհ ներկայացրի մեր պետականության վերականգնման համար, այդպես էլ այսօր ամենայն լրջությամբ ասպարեզ եմ իջեցնում, եթե նա անկախ Հայաստան էր, ապա նաև ազատ Հայաստան ծրագիրը արդեն տպարանում է բացարձակ ժողովրդավարություն գիրքս եւ
ծրագրում ենք առաջիկայում սկսել համազգային ստորագրահավաք այդ համակարգը Հայաստանում ներդնելու առնչությամբ։ Մասնագետները արդեն այդ նախագծին ծանոթ լինելով, որովհետև համացանցում վաղուց է տպագրված, պարզապես մի փոքր շտկումներ եմ կատարել տպարան ուղարկելուց առաջ, մասնագետները այդ համակարգը կոչում են հայկական նավթ, որովհետև շատ լավ հասկանում են, որ ժողովրդավարությունը շատ ավելի մեծ արժեք է, քան նավթը, գազը եւ մնացյալ բոլոր հարստությունները իրար հետ միասին վերցրած։ Այնպես որ ես կարծում եմ, որ առաջիկայում մոտ ժամանակներում մենք բոլորս ականատեսն ու մասնակիցը կլինենք ցավոք սրտի դարձյալ, ինչի եմ ասում ցավոք սրտի դարձյալ իմ նախաձեռնության, որտեղ ես շատ ավելի ուրախ կլինեի, եթե այդ որակի նախաձեռնության պարզապես դիտորդը լինեի կողքից եւ ոչ նախաձեռնողը, որովհետեւ ցանկացած քաղաքական ցանկացած գործիչ իր ոլորտում իրեն լավ է զգում, երբ տեսնում է, որ իր գործը իրենից լավ շարունակողներ կան։ Բայց Աստված երևի ինձ պահպանեց այն բանի համար, որ Ազատ Հայաստան ծրագիրը նույնպես իրականություն դարձնեմ, ինչպես ինձ հաջողվեց գոնե դե յուրե իրականություն դարձնել անկախ Հայաստան ծրագիրը։ Ինչու միայն գոնե դե յուրե, որովհետև շատ լավ հասկանալի է, որ իսկապես նաև դե ֆակտո անկախ Հայաստան ունենալու համար պիտի ունենաս ազատ քաղաքացիների երկիր։ Իսկ ազատ քաղաքացիների երկիր նշանակում է ազատ Հայաստան։